Հասկանում ենք, որ այս մարդու ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների այս մարդու երաշխավորագիրը եւ բնութագիրը Հեյդար Ալիևն ա տվել։ Շատ լավ հասկանում ենք, որ այս մարդը հայերենին չի տիրապետում, բայց ներողություն այս ամեն ինչը պիտի ստանա նաև գնահատական Հայաստանի Հանրապետության ներսում հենց իրավապահ համակարգի կողմից։ Չի կարելի այսպես։ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացի, եթե այդպիսի հայտարարություն անի, իրավապահ համակարգը անմիջապես կսկսի գործել նրա դեմ։ Իսկ ինչով է տարբերվում Քոչարյանը, էլի։ Իսկ ինչ պիտի անի այս փուլում։ Իրավապահ համակարգը նախ այդ ապօրինի գույքի մասին օրենքը պետք է շատ արագ գործարկի, իսկ մենք տեսնում ենք, որ դրա պրոցեսի մեկնարկը առնվազն տրված է, այս ջղաձգումները, ջղաձիգ շարժումները, դեմքի ծամածռությունները սրա մասին է վկայում, որ կորցնում են։ Մի բան էլ մեղադրում են օրվա իշխանություններին, ասում են դուք սուտ էիք ասում, 4 միլիարդ չէր, 200 միլիոն էր։ Դե արի մի հատ ճակատը տպաչենք, որ 200 միլիոն է, մի հատ էլ արի դրա բացատրությունը տուր, ոնց է 200 միլիոն, ումից եք ժառանգություն ստացել, պապը տեր կտակել Լեռնային Ղարաբաղում, Հեյդարներ իրա բանից նվիրել,